Ադրբեջանում այսօր մեկնարկած եւ մինչեւ հոկտեմբերի 8-ը շարունակվող ԱՊՀ երրորդ խաղերի բացման արարողության ժամանակ ցուցադրվել է Իլհամ Ալիևի սիրելի խորհրդանիշները՝ երկաթե բռունցքն ու 44 թիվը։ Խաղերն անցկացվում են ադրբեջանական 7 քաղաքներում, այդ թվում Բաքվի վերահսկողության տակ անցած Ստեփանակերտում։ Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների համար սա իմիջի, դաշնակցային կապերի եւ փափուկ ուժի ամրապնդման միջոց է։ Մարզական այս մրցույթը հիմնադրվել եւ առաջին անգամ անցկացվել է 2021-ին Ռուսաստանում, հետխորհրդային երկրներում եւ դրանից դուրս հարաբերություններն ամրապնդելու համար։ Այս տարի ավելի քան 20 մարզաձևերում 200-ից ավելի մարզիկ կմրցի։ Ներկայացուցիչները 13 երկրներից են, այդ թվում ԱՊՀ դաշինքին չանդամակցող Թուրքիայից, Պակիստանից, Կուբայից։ Մասնակցության հրավեր նաև Հայաստանին էր ուղարկվել։ Կառավարությունն օգտագործում է այս խաղերը տարածելու այն գաղափարը, որ Ադրբեջանը աշխարհաքաղաքական խաղացող է, որը միջազգային ասպարեզում ունի հարգված եւ ընդունված դիրք։ Բոլոր ավտորիտար երկրներում սպորտը օգտագործվում է որպես կառավարությանն առաջ մղելու գործիք եւ Ադրբեջանը բացառություն չէ։ Խաղերը տեղի են ունենում Բաքվի եւ Մոսկվայի լարված հարաբերությունների ֆոնին։ Նախորդ տարի ադրբեջանական ավիաուղիներին պատկանող ինքնաթիռը կործանվել է ռուսական հակաօդային ուժերի հարվածից, խլելով 38 մարդու կյանք։ Նախկին դիվանագետ Նահիդ Ջաֆարլին ասում է, Ադրբեջանը շահագրգռված չէ Ռուսաստանի հետ հարաբերություններն ավելի վատթարացնել։ Նրա խոսքով այս խաղերը կարևոր են նաև Ռուսաստանի համար։ Բիզնես ինսայդերի վերջերս անցկացրած ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում ԱՊՀ երկրներում փափուկ ուժը ամրապնդելու համար։ Այս ռազմավարության մաս են կազմում այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են ռուսական տունը, ռուսաց լեզվի տարածումը եւ նմանատիպ այլ նախաձեռնություններ, որոնք այդ ռազմավարության մաս են կազմում։ ԱՊՀ երկրներում անցկացվող մարզական միջոցառումները նույնպես այս քարոզչության տարր են։